Կարլ Լագերֆելդը և Իվ Սեն Լորանը համակրում էին նույն մարդուն՝ տղամարդուն։ Բացի սիրային եռանկյան մեջ լինելուց, նրանցից յուրաքանչյուրը փորձում էր ապացուցել իր գերակայությունը նորաձևության ոլորտում։ Առաջարկում եմ միասին բացահայտենք մի ամբողջ կյանք տևած մրցակցության պատմությունը։ 21-ամյա Կարլ Լագերֆելդը և 18-ամյա Իվ Սեն Լորանը ծանոթանում են 1954 թվականին International Wool Secretariat, այժմ Woolmark Prize մրցույթի ժամանակ։ Նրանք երկուսն էլ հաղթում են այդ մրցույթում, Լագերֆելդը վերարկուի, իսկ Իվ Սեն Լորանը զգեստի կատեգորիաներում։ Մրցույթից հետո նրանց ստեղծագործական ճանապարհները գնում են տարբեր ուղղություններով, եւ այն, ինչ Իվ Սեն Լորանին տրվում էր հեշտորեն եւ արագորեն, Կարլից պահանջում էր բավականին մեծ ջանք եւ եռանդ։ Իվ Սեն Լորանը դառնում է Քրիշչիան Դիորի աշակերտը եւ ստանձնում Dior նորաձևության տան կրեատիվ դիզայների պաշտոնը վերջինիս մահից հետո, իսկ հետագայում հիմնում իր սեփական տունը, արագորեն հասնելով հաջողության գագաթնակետին։ Կարլ Լագերֆելդը նախընտրում էր փրկել եւ վերափոխել կործանման եզրին գտնվող բրենդները, քան զբաղվել իր սեփական բիզնեսի կազմակերպչական աշխատանքներով։ Երկու հանճարների համագործակցությունը ձեռք է բերում ավելի անձնական բնույթ, երբ նրանց կյանքում հայտնվում է Ժակ դե Բաշերը։ Չնայած նա Կարլի կողակիցն էր, Իվը տարվում է նրանով եւ անում ամեն ինչ, որպեսզի գրավի նրա ուշադրությունը։ Երբ Կարլը իմանում է նրանց կապի մասին, նա մնում է սառն ու հաշվենկատ, մինչդեռ Իվը ընդհակառակը շարունակում է ընկնել կախվածության մեջ։